Տալանչիները այսպես Photoshop-ով շինթույլտվություն են տալի 226 միլիոն դրամ Արամ Սարգսյան փողերը ուրա Eco Building SPN Eco Building SPN Անկեղծ ասած ես երեխա ժամանակից շատ պայծառ երևակայություն եմ ունեցել Բարև ձեզ բոլորին Ժողովուրդ ջան այս տեսանյութով ձեզ եմ ներկայացնում Արամ Սարգսյանի գլխավորած Թալանչիների հանրապետության կուսակցության կոռուպցիան թե ինչ աստիճան են իրանք թաթախված կոռուպցիայի մեջ Եվ բոլորիդ կխնդրեմ որ անպայման այս տեսանյութը միջև վերջ դիտեք որ հասկանաք Արամ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը թիմը ինչ աստիճան է թաթախված կոռուպցիայի մեջ Ուրեմն սա թիվ 137 մանկապարտեզն է որի շինարարը հանդիսանում է Eco Building SPN Eco Building SPN-ի տնօրենը հանդիսանում է այս Արամ Սարգսյանի գլխավորած Թալանչիների հանրապետության կուսակցության անդամ Կարլեն Մինասյանը որը նա Վայքի քաղաքապետի թեկնածությունը առաջադրել էր Այսինքն Կարլեն Մինասյանը Թալանչիների կուսակցությունից է Արամ Սարգսյանի թմից է ավելի հստակ Ուրեմն այս մանկապարտեզը Երևանի քաղաքապետարանին պետք է շահագործման հանձնված լիներ 2023 թվականի մայիսի 9-ին Այսինքն 2 տարի առաջ արդեն այս մանկապարտեզում երեխաներ պետք է այցելեին շահագործման հանձնված լիներ մանկապարտեզը պետք է աշխատեր բայց միջ այսօր մանկապարտեզը չի գործում 2 տարի է անցել մանկապարտեզը փակ է բայց Երևանի քաղաքապետարանը այս մանկապարտեզի համար Արամ Սարգսյանի Թալանչիների թմի կուսակցության ընկերությանը, այսպես ասած, վճարել է ուշադրություն 226 միլիոն դրամ Հասկանում եք հստակ սա փաստաթղթերով կա հես այս տեսանյութի մեջ վճարված գումարի սկրինը կդնեմ Հիմա որ Արամ Սարգսյան դուք խոսում եք Անկեղծ ասած ես երեխա ժամանակից շատ պայծառ երևակայություն եմ ունեցել Այսինքն Պակիստան, Մակիստան, Բուչա, Մուչա, Ուկրաինա ձեր այցերը ստե ոչ մի կապ չունի 2023 թիվ տենդերը շահել են 2022 թվականի մայիսի 9-ին Արամ Սարգսյան փողերը ուրա Ուրա փողերը Թե պիտի ասեք բանա չգիտեմ Պուտինն է գողացել Հոդ Պուտինը չի եկել այս մանկապարտեզի գումարները թալանը ձեզ են տվել Անկեղծ ասած ես երեխա ժամանակից շատ պայծառ երևակայություն եմ ունեցել Ուրեմն Արամ Սարգսյանի թմի կոռուպցիայի շարունակությունն եմ ներկայացնում Թիվ 137 մանկապարտեզի որ նոր ցույց է տալի կառուցապատողը Eco Building SPN էր նույն այդ ընկերությունը Մասիվում տեսեք Eco Building SPN 16 հարգանի շենք է կառուցում Եվ օրենքի խախտումով Photoshop-ով շենք են տեղափոխել ժողովուրդ ջան Հիմա եկեք հստակ փաստերով փաստաթղթերով ես կհիմնավորեմ եւ ցույց կտամ թե Արամ Սարգսյանի թիմը իր գլխավորությամբ ինչ թալանով ինչ կոռուպցիայով են զբաղվում Ուրեմն հստակ փաստերով եւ փաստաթղթով ձեզ եմ ներկայացնում Արամ Սարգսյանի Թալանչիների եւ կոռուպացված թմի ապօրինությունը Հերթական Ուրեմն այս հետևի կառուցվող շենքը որը նախատեսված է 16 հարգանի շենք կառուցեն Երևանի քաղաքապետարանը շինթույլտվություն է տվել որ կառուցեն բայց շինթույլտվություն տալու համար Երևանի քաղաքապետարանը այս շենքի տանիքում որ ես կանգնած եմ այս շենքը Photoshop-ով տեղափոխել են որ հաստատքներով ամեն ինչ օրենքով լինի, որ ասեն ամեն ինչ օրենքով են կարել, որ կարողանան Արամ Սարգսյանի Թալանչիների եւ կոռուպացված թմի անդամին շինթույլտվություն տան։
Եվ հիմա ժողովուրդ ջան, հստակ փաստերով ներկայացնում եմ, թե ոնց են Photoshop-ով շինթույլտվություն տվեց։ Տեսեք, սա կադաստրի կոմիտեի քարտեզն է, կանաչով նշված հատվածը, տարածքը, սա այս շենքի տարածքն է, որը համապատասխանում է իրականությանը, եւ այս սևով գծված տարածքը, որը տեսնում եք այս սուր եզրով, ես հենց կանգնած եմ այս շենքի տանիքում։ Այս սուր եզրը սա է։ Այսինքն Թալանչիները, Արամ Սարգսյանենց թիմը շինթույլտվություն ստանալու համար այս շենքն են Photoshop-ով տեղափոխել։ Եվ սա, ժողովուրդ ջան, Երևանի քաղաքապետարանի կողմից տված շինթույլտվության նախագծի քարտեզն է, որը սա այս սուր եզրով շենքը, նորից եմ կրկնում, սա այն շենքն է, որի վրա հենց հիմա ես կանգնած եմ, նորից եմ ցույց տալի այն սուր եզրն է, եւ կարմիրով նշված տարածքը, հատվածը, իրականում այս շենքը այս հատվածում պետք է լիներ, բայց ինչպես որ տեսնում եք եւ հասկանում եք, որ եթե շենքը այս հատվածում լիներ կարմիր նշած հատվածով, այս շենքի կառուցապատումը չէր կարողանալու ապահովել կանաչ գոտին, ինչպես որ ստե ապահովել եւ ճանապարհ այստեղով ըստ քարտեզի չի ապահովելու, այսինքն արդեն խոչընդոտ է հանդիսանում։ Այսինքն այս մարդիկ Photoshop-ով տեղափոխել են, նորից եմ կրկնում, որ շինթույլտվությունը տան։ Տեսեք, այս բնակելի շենքը որ կա, այս շենքի եզրը, սա այս շենքը, այս շենքն է։ Եվ մենք ինչպես տեսնում ենք, այս շենքի եզրից այս սուր եզրը հետ է քաշած։ Բայց իրականում տեսեք, այն շենքի եզրից, տեսեք, այն շենքի եզրից այս շենքի եզրը, սուրծերը ավելի առաջ է տված, քան թե ինչպես նկարում է ցույց տված, որ հետ է տված։ Այսինքն հիմա այսենց ժողովուրդ ջան, ցույց եմ տալի, ինքներդ տեսեք, դիտեք եւ համադրեք։ Տեսեք, այս լկտիները, այս խուժանները, այս թալանչիները, այսենց Photoshop-ով շինթույլտվություն են տալի։ Հասկանում եք։ Հետո էլ ասելու են թղթով ամեն ինչ օրինական է։ Արամ Սարգսյան։ Հիմա ինչ եք ասելու։ Ասելու եք էլի թաղապետի բուչա գնալներ, այստեղ կապ ուներ։ Պուտինն է մեղավոր։ Պուտինն է դրդեւ, որ ձեր թիմակիցին, որ ապօրինի շինթույլտվություն տակ, շենքը Photoshop-ով տեղափոխեք։ Անկեղծ ասած, ես երեխա ժամանակից շատ պայծառ երևակայություն եմ ունեցել։ Ուրեմն տեսեք ժողովուրդ ջան, այս հայտարարությունը շարունակություն ունի նույնիսկ։ Հիմա ասեմ ինչու՞մ է կայանում, որը շինթույլտվությունը տան, հեռավորությունը ապահովելու համար այս շենքի միջև այս շենքի սուր հատվածը, եզրը, հեռավորությունը կազմում է 13.5 մետր։ Այսինքն հեռավորությունը այդքան պետք է ըստ փաստաթղթերով կազմի։ Ես հատուկ ուշ երեկոյան էլեկտրոնային հեռաչափով չափել եմ եւ կազմում է ժողովուրդ ջան 6.6 մետր 13.5 մետրի փոխարեն։ Նորից եմ կրկնում ժողովուրդ ջան, այս կառուցվող շենքի եւ այս շենքը, որը Photoshop-ով տեղափոխել են, որ շինթույլտվություն տան, պետք է իրար միջև հեռավորությունը կազմեր 13.5 մետր։ Հիմա հասկանում եք, չէ՞, Photoshop-ով խեն է շենքը տեղափոխել, որ շինթույլտվություն տան։ Այսինքն ժողովուրդ ջան, Արամ Սարգսյանից դեմքը այսպես պատրեցի ու մերկացրեցի, որովհետև սրանք դասական թալանչիներ են, որոնք անհերքելի փաստով Photoshop-ով շենքեր են տեղափոխում։ Անկեղծ ասած, ես երեխա ժամանակից շատ պայծառ երևակայություն եմ ունեցել։ Ժողովուրդ ջան, այսքանով ես ավարտեմ, հետևություններդ ինքներդ կայացեք, թե ովքեր են այս թալանչիները եւ ինչ արժեքներից են խոսում, որոնք իրանք այդ արժեքները առհասարակ չեն կրում, այլ ուղակի թալանի աթոռի պահելու համար իրանք ամեն ինչի պատրաստ են։ Անկեղծ ասած, ես երեխա ժամանակից շատ պայծառ երևակայություն եմ ունեցել։